Հիմնադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Արագածոտնի մարզում կոնգրեսի առաջին նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարեց, որ աշխարհը այս ընտրություններին բոլորովին ուրիշ աչքերով է նայելու եւ երկիրը 15 տարվա մղձավանջից դուրս բերելու հնարավորություն կա։ Յուրաքանչյուր ընտրողից միայն պահանջվում է գնալ ընտրատեղամասեր եւ քվեարկել խղճի մտոք, դուրք չտալով ընտրակաշարքին ու ահաբեկումներին։ Արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ տասնյակ տարիների բռնապետությունները տապալվեցին խայտառակ կերպով, արյունալի կերպով, դրանք դաս են հանդիսացել ամբողջ աշխարհի համար եւ վստահ եմ աշխարհը այսօր բոլորովին ուրիշ աչքերով է նայելու այս ընտրություններին։ Վստահ եղեք, դա նաեւ ավելացնում են, դա մի նոր երաշխիք է հանդիսանում, որ իշխանությունները չեն համարձակվելու այնպիսի ահաբեկումներ, բռնություններ գործել ժողովրդի նկատմամբ, ինչպես գործել են առաջներում։ Ուրեմն վախենալու ոչինչ չկա։ Տեր-Պետրոսյանի համոզմամբ այսօր ժողովրդին հուսահատեցնելու, թերահավատություն առաջացնելուն ուղղված հետևողական քարոզչությունը պատահական չէ։ Զորով լինի, ծեծով լինի, ընտրակեղծիքով, ընտրակաշարքով, մեկը հաղթելու են, սրանց դեմ խաղ չկա։ Սա են տարածում, ասում եմ, գիշեր, ցերեկ, սա սուտ է, սա փուչիկ է, սա դες հիպնոսացնելու միջոց է։ Ուրիշ բաներ են տարածում, թե գիտեք ինչ, նրանք նկարում են, չգիտեմ, տեսախցիկներ են տեղադրում եւ այլն, տեսնում են ով ինչպես է քվեարկում, սա էլ բացարձակ սուտ է, չկա այդպիսի բան։ Դուք եք ձեր ձայնի տերը։ Հակառաջնորդը ամենամեծ սուտը որակեց այն մտայնությունը, որ ընտրակաշարքն է վճռելու այս ընտրությունների բախտը։ Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի այս իշխանությունները միշտ էլ ընտրակաշարք բաժանել են, բայց միշտ էլ պարտվել են ու այլ ձևերով, բռնություններով, լցոնումներով ու բացակաների փոխարեն քվեարկելով են ընտրությունները կեղծել։ Տեր-Պետրոսյանը հավաքվածներին հորդորեց իշխանություններին չհավատալ։ Այնպիսի հեքիաթներ են պատմում, այնպիսի խոստումներ են տալիս։ Կարծես թե երկնքից իջած հրեշտակներ լինեն։ Ես չեմ հասկանում, կարող է լինել մարդ, որ դրանց որևէ խոսքին հավատա։ Կա մեկ խոսք, որին ես էլ եմ հավատում։ Դա նրանց կարգախոսն է։ Ասում են հավատանք, որ փոխենք։ Ես հավատում եմ, որ մենք փոխելու ենք։ Մենք ենք փոխելու։ Մենք ովքեր ձեզ կաշառք են առաջարկում, մենք ձեզ ապրանքի տեղ են դնում, իսկ ապարանցում չեն կարող։ Այդ 5000-ը կամ այդ մի պարկ գարին ձեր կյանքը փոխելու է, 50,000-ն էլ չի փոխելու, տո ձեր կյանքը 500,000-ն էլ չի փոխելու, ձեր կյանքը դուք եք փոխողը։ Ով որ այդ փողը վերցնելու է, իրա քթից է գալու, իրա քթի շկա, իրա երեխու քթից է գալու։ Եթե ապարանում ՀԱԿ-ի նախընտրական հանդիպմանը որևէ խոչընդոտ չեղավ, ապա ուշի Օհանավան Կարբի խաչմերուկում ոստիկանները սկսեցին հայտարարել, որ հանրահավաքը ապօրինի է, առաջացնելով հավաքվածների զայրույթն ու նաև ծիծաղը։ Այդպիսի բան մինչև այժմ չի լսվել, երբ որ նախընտրական քարոզարշավի շրջանում որևէ հանդիպում համարվի ապօրինի։ Այսպես շարունակվելու դեպքում Սերժ Սարգսյանը արդեն օդի շնչելն է արտոնությամբ դարձնելու։ Գյուղապետարանից պետք է գնանք առավոտը թուղթ վերցնենք այդ օրվա համար, որ մինչև իրիկուն շնչենք։ Միթե որևէ ոստիկան, որ այստեղ կանգնած է, ոստիկանապետ կլինի թե շարքային, Թամամյան Հովիկից ավելի շատ է ծառայել այս ռեժիմին։ Հիմա ուր է Թամամյան Հովիկը, հիմա ուր է Մարգար Օհանյանը։ Այնպես որ, սիրելի ոստիկաններ, ձեր ապօրինի հայտարարությունները մի արեք,